Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ Հայաստանի Շնորհապետական Կուսակցության նախագահ Գուրգեն Սիմոնյանի հետ։ Ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Նկարագրությունների բաժնում կտեղադրեմ նաև Գուրգեն Սիմոնյանի YouTube-յան ալիքի հղումը, որին եւս ցանկության դեպքում կարող եք հետևել։ Բարև ձեզ, պարոն Սիմոնյան։ Բարև ձեզ։ Պարոն Սիմոնյան, Իսրայելի հարձակումը Իրանի դեմ անհանգստացնում է նաև տարածաշրջանի պետություններին, Իրանի հարևան պետություններին, այդ թվում նաև հատկապես կարևոր է խոսենք, թե ինչ ազդեցություն կարող է այս հակամարտությունը ունենալ Հայաստանի վրա, դուք ինչ գնահատականներ, վերլուծություններ ունեք։ Փոքր թիրախային խոցումներից մինչև տարածաշրջանային հումանիտար աղետի կանխատեսություններ կարող ենք անել։ Բայց ամենազարմանալին այն է, որ տարիներ շարունակ մենք անընդհատ հուշում ենք ներկայիս իշխանություններին, թե ինչ միջոցառումներ պետք է իրականացվեն Հայաստանի Հանրապետության պաշտպանական անվտանգային համակարգը բարձրացնելու համար, բայց դա գետնի վրա մենք չենք տեսնում։ Անկեղծ ասած, ես չեմ կարծում, որ սարսափելի իրադարձություններ այս ընթացքում տեղի ունենան այն առումով, որ հումանիտար ճգնաժամ կսկսվի եւ մեծ քանակությամբ մարդկանց արտագաղթողների ներհոսք տեղի կունենա հյուսիս, այդ թվում նաեւ Հայաստանի Հանրապետություն։ Բայց հնդածը ծավալվող գործընթացները կարող են բերել դրան։ Ինչ նկատի ունեմ, այս գործողությունների վերջնահաշվարկում, եթե հանկարծ Իրանի Իսլամական Հանրապետությունում իշխող ռեժիմ փոխվեց, այդ փոփոխությունները զանգվածային հումանիտար տեղաշարժերի պատճառ կարող են դառնալ, որտեղ ես չեմ կարծում, որ այնուամենայնիվ արտաքին աշխարհից զորքի տեղաշարժ տեղի կունենա դեպի Իրանի ուղղությամբ, որ արտաքին միջամտությունը կարողանա այդ հումանիտար շարժը պատճառ հանդիսանա հումանիտար շարժի, բայց իշխանությունների այս ձևաչափի տապալման եւ նոր ձևաչափերի ձևավորման պատճառ արտաքին միջամտությունը կարող է հանդիսանալ։ Հետևաբար Իսրայելի գործողությունները, որը որ հստակ ընդգծում է, թե իսրայելական պետությունը ինչ տեխնոլոգիական առնչթաց եւ գերակայություն ունի Իրանի Իսլամական Հանրապետության հանդեպ, սա աննախադեպ է զուգորդված գործողություններ, հատուկ ծառայությունների, օդուժի եւ տեխնոլոգիաների, որոնք որ մենք ականատես եղանք, ուղղակի ջախջախիչ հարված հիշեցրեց, որտեղ գլխավոր շտաբի բարձրաստիճան հրամկազմի զգալի հատվածը ոչնչացվել է հենց թիրախային խոցումների միջոցով, այդ թվում նաև տեղում գործողությունների միջոցով։ Այդ ահռելի քանակության վնասը, որ թե գիտնականների մակարդակում պատճառվեց Իրանի Իսլամական Հանրապետությանը, թե նաև հումանիտար քաղաքացիական նշանակության շինությունների խոցումը, հստակ ցույց է տալիս, որ Իրանը որպես պետություն, որպես տեխնոլոգիական առումով ներուժ զգալի զիջում է Իսրայելի եւ հավաքական արևմուտքի պոտենցիալին։ Հետևաբար նմանատիպ քաղաքականության շարունակությունը կարող է բերել ներքաղաքական իրավիճակի ճոճի։ Որտեղ ցանկացած հասարակություն միշտ հարցը տալիս է իշխանությունների, չէ, իր պետության։ Ինչն է պատճառը, որ տարիներ շարունակ առաջանցիկ զարգացման փոխարեն հետընթաց ենք ունեցել կամ դոփել ենք տեղում։ Եվ եթե նման բան տեղի ունենա, իսկ Իրանը բազմա խճանկար սոցիալ-մշակութային տիրույթ է, ապա այնտեղ ծայրաստիճան իսլամիստական ուժերից միջև ռոյալիստական թագավորական ուղղությունը սպասարկող ուժեր գոյություն ունեն, եկեք չմոռանանք, որ Ռզա Փեհլևիի հետնորդների դինաստիան դեռևս ողջ է, այսպես ասած, եւ հիշողություններն էլ աշխարհիկ իսլամի, այսպես ասած, ապա դժվար չի պատկերացնել, որ ցանկացած կերպափոխում, տրանսֆորմացիա ինչ ահռելի ներքաղաքական, ներքաղաքացիական բեռնաճնշումների առիթ կարող է հանդիսանալ, որի վերջնարդյունքում մեծ քանակությամբ քաղաքասարակություն եւ հումանիտար ներուժ Իրանից կսկսի արտագաղթել։ Դժվար չի պատկերացնել, թե որ ուղղությամբ։ Դժվար է, չէ՞, ենթադրել, որ այդ քաղաքացիական հանդրույթը կարտագաղթի Աֆղանստան կամ ենթադրենք Իրաք, կամ Սաուդյան Արաբիա, որը փակած է լինելու ամբողջ սահմանը, կամ Թուրքիա։ Ակնհայտ է, որ նրանք արտագաղթելու են, փորձելու են փախչել Ադրբեջան եւ Հայաստանի Հանրապետություն։ Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ այդ թվում նաեւ։
Հայաստանի Հանրապետությունը այս գործընթացը կառավարելի կազմակերպելի դարձնելու համար որևէ գործողություն չի իրականացրել։ 2 տարի, 3 տարի անընդմեջ ասում ենք Մեղրի հատվածից, Ագարակից, Նռնաձորից այդ ռուսներին շպրտեք դուրս առհասարակ, որ հնարավորություն ունենանք մեր տիրապետման տակ, մեր վերահսկողության տակ անցած տարածքներում ամրաշինական աշխատանքներ իրականացնենք Արաքսի հովտով։ Չեն անում, աշխատանքներ չեն ծավալվում որևէ կերպ, իսկ այդ ամրաշինական աշխատանքները կատարվելու պարագայում բնական է, որ մարդիկ ուղղակի խաոտիկ չեն կարող գետնանցումը իրականացնել եւ հայտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում, որտեղ ամրաշինական աշխատանքների մեջ մտնում են նաեւ ականադաշտերի պատրաստում եւ այլն եւ այլն։ Որևէ բան արված չի։ Պարոն Սիմոնյան, դուք նշեցիք, որ ոչնչացված է Իրանի բանակի, այսպես ասած, էլիտան, սա նոր նշանակումները արդյոք լուծում են խնդիրը, թե այնուհանդերձ նախկին ղեկավարները ավելի լավ կարող էին կառավարել այս իրավիճակը։ Էական չի նրանց որակական հատկանիշը, փոխարինող անձիկ կարող են շատ ավելի պրոֆեսիոնալ ու լավը լինել։ Խնդիրը այստեղ նրանում է, որ Իսրայելին հասու է այդ անձանց լիկվիդացնելու հարցը։ Իսրայելը այդ հնարավորությունը ունի։ Նրանք ինչ եք կարծում, այաթոլլային չէին կարող ոչնչացնել, իհարկե կարող էին։ Այդ դեպքում ինչի այաթոլլան ողջ մնաց, որ բանակցային ֆիգուրը ողջ մնա։ Այաթոլլային ցույց տվեցին, ասին եղբայր, քո նման պաշտպանված 10 հոգի կար, հիմա չկան։ Դժվար չի, չէ՞ ենթադրել, թե քո հետ ինչ կպատահի, եթե մեր հետ չբանակցես։ Ճնշումը այս աստիճանի է գնում։ Հիմա մի քանի օր Իրանը կարող է հարձակումներ գործել Իսրայելի ուղղությամբ իր դեմքը փրկելու համար որպես տարածաշրջանային տերություն, բայց այդ տեխնոլոգիական անջրպետը ո՞նց են վերացնելու։ Դա տեխնոլոգիական անջրպետ է։ Տարիներ շարունակ կայացված հատուկ ծառայություններ, տեխնոլոգիաներ, ո՞նց են դա վերացնելու։ Իրանը ունի 2 ճանապարհ։ Կամ հայտարարի, որ ինքը միջուկային զենք ունի, եւ այս լարվածության ֆոնին Իրանը մեկուսացվում է, ել ավելի շատ, դառնում է Հյուսիսային Կորեայի նման մի երկիր։ Փակվում են բոլոր սահմանները, ինչը Հայաստանին հետ ձեռք չի տալիս, որովհետեւ կստացվի մեկ ուղղությամբ ընդհանրապես ելք դեպի աշխարհ ունենք Վրաստանի ուղղությամբ։ Եվ կամ գնում են թառաջ եւ կապիտուլյացիոն գործընթացներ են փորձում փոխպայմանավորված իրականացնել։ Ուրիշ ճանապարհ չկա, 2 ճանապարհ է մնացել, կամ պարտությունը ընդունում է, դա տեխնոլոգիապես հետ է։ Չի կարա մարդը շարունակի։ 3-րդ ճանապարհն էլ կա, բայց այդ 3-րդ ճանապարհը արդյոք կհանդգնի։ Ցամաքային գործողությունների մեկնարկը դեպի Իրաք, այնուհետև Իսրայել։ Կարա ներխուժի Իրաք։ Եթե ներխուժեց Իրաք, կես միլիոնանոց բանակ ունի ձեռքի տակ։ Եթե ցամաքային օպերացիաները սկսեց անել դեպի Իրաք, նպատակը դեպի Իսրայել։ Ով գիտի, այդ դեպքում արդեն մեծ մերձավոր արևելյան պատերազմ է սկսվում։ Մեծ մերձավոր արևելյան պատերազմ։ 3 ճանապարհ կա, կամ այտենց է անելու, փորձի ռազմական գործողությունները տեղափոխել են դաշտ, որտեղ ինքը ավելի գերակայություն ունի։ Բիրտ հումանիտար ներուժի վրա, բանակի վրա, ցամաքային ուժի, որտեղ տեխնոլոգիաներով չի կարողանում, չի կարողանալու, կամ կապիտուլյացիա է վավերացնում, որտեղ պարտվեց ըստ էության այս հարվածներով, կամ էլ հայտարարում է, որ միջուկային զենք արդեն ունի։ Այս 3 ճանապարհը, միջուկային զենքի պարագայում լիակատար մեկուսացում է տեղի ունենում Իրանի Իսլամական Հանրապետության Հյուսիսային Կորեայի նման։ Բայց ինքն իր ռեժիմը կպահպանի, գուցե, բայց գիտեք ինչ, եթե որակական հատկանիշներով նրանք այդքան անմրցունակ գտնվեցին, բաց գտնվելով ամբողջ աշխարհի հետ փոխշփումներում, արդյոք լիակատար մեկուսացման մեջ նրանք կկարողանան մրցունակությունը բարձրացնել։ Ես խիստ կասկածում եմ։ Ախր պատմության մեջ նմանատիպ փորձ կար։ Ճապոնացիները նման փորձ արել են։ Դարաշրջան Էդո գոյություն ունի Ճապոնիայում, որ փակվել եւ մեկուսացել էին։
Ցույց տվեց, որ փակվելն ու մեկուսանալը Ճապոնիայի ամբողջ մշակութային տիրույթում, որ մերժեցին ամբողջ աշխարհի հետ հաղորդակցվելու հնարավորությունները, նրանք ուղղակի չկարողացան արդիականանալ, զարգանալ։ Եվ մեկուսացումը որևէ մեկի զարգացում չի բերել։ Բացի Ճապոնիայի փորձը, որ այդ մեկուսացման պայմաններում նրանք ուղղակի ջախջախիչ պարտությունների շարք կրեցին, միջև որ երկիրը կրկին բացեցին ամբողջ աշխարհի առաջ, անգամ մերժեցին ֆունդամենտալ արժեհամակարգեր, այնպիսիք ինչպիսիք սամուրայների ինստիտուտներ, որպես կոնսերվատիվ պահպանողական իրողություն։ Մենք վառ գիտենք, որ խորհրդային միությունն էլ էր այդպիսին։ Երկաթյա վարագույրի իջնելուց հետո խորհրդային միության տեխնոլոգիական հնարավորությունները սկսեցին զգալի զիջել արևմուտքի տեխնոլոգիական հնարավորություններին։ Զգալի զիջել։ Հիմա երաշխիքը ո՞րն է, որ Իրանը ենթադրենք հայտարարի, որ ինքը միջուկային զենք ունի, ագրեսիվ գործողությունները դադարեն Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ, որևէ մեկը չհարձակվի վախենալով այդ միջուկային զենքը կիրառելու ռիսկերի նկատի ունենալով, ու Իրանին մեկուսացնեն, փակվի ռեժիմը։ Իմ կարծիքով սա ողբերգական կլինի հենց Իրանի Իսլամական Հանրապետության ժողովրդի համար եւ վերջին հաշվարկում հենց Իրանի ռեժիմն էլ կգա մի ժամանակ, որ կքանդվի։ Փակ ռեժիմները միշտ քանդվում են։ Երկրորդ ճանապարհը նա էր, որ ասեցի, ցամաքային գործողությունները սկսի դեպի Իրաք, այնուհետև զարգացի դեպի Իսրայել, բայց դա արդյոք կգնա այդ քայլին, դժվար է ասել, դա շատ բարդ ռազմական օպերացիա իրենից կհիշեցնի։ Երրորդն էլ համաձայնի պարտության սկզբունքներով եւ տեխնոլոգիապես զիջում է եւ աննախադեպ հարված է ստացել։ Պարոն Սիմոնյան, եթե այդ ցամաքային պատերազմի սցենարը տեղի ունենա, արդյոք Իսրայելը Ադրբեջանի տարածքը կօգտագործի թե ոչ, եւ Հայաստանի համար ինչ խնդիրներ ընդհանրապես կստեղծվեն։ Որքանով որ ես ենթադրում եմ, Ադրբեջանի տիրապետման տակ անցած Արցախի տարածքը արդեն օգտագործվում է, բայց դա որևէ բան չի փոխել։ Իսկ Իրանը այդքան անողնաշար հայտարարություններից հետո, որ Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, անգամ նախագահ Ռաիսիի հետ չվերադառնալը ուղղաթիռի ոչնչացում է, որ Լեռնային Ղարաբաղի տարածքից վերադառնում էր Իրան, ոչինչ չփոխեց եւ նրանք շարունակեցին ադրբեջանցիների հետ փոխստեք սիրաշահող արտահայտություններով փոխանակվել եւ սիրաշահող քաղաքականությունը սկսեցին իրականացնել, վերջերս էլ զորավարժություն իրականացրեցին Արաքսի հովտում։ Դա ինչ է նշանակում այս անողնաշար քաղաքականությունը։ Իհարկե, Իսրայելը ամեն ինչ էլ փորձելու է անել։ Իսրայելը այս 2 տարվա ընթացքում ջարդեց Իրանի Իսլամական Հանրապետության պրոքսիներին, ոչնչացրեց ուղղակի հնարավորությունները երկրից դուրս, հիմա էլ ոչնչացում է հնարավորությունները երկրի ներսում։ Լուրեր են պատտվում, որ Իրանի Իսլամական Հանրապետության օդուժը ոչնչացված է։ Լուրեր են պատտվում, առհասարակ ամբողջությամբ ոչնչացված է։ Ինչ ասեմ։ Տեխնոլոգիական հետընթացը հենց դրա մասին է խոսում։ Տեսնում եք, ընդամենը 19000 քառակուսի կիլոմետր տարածք ունեցող պետությունը, հրեա ժողովրդի երկիրը, որ այդքան մեծ հոգացության տակ է առնված աշխարհի հրեաների կողմից եւ իսրայելաբնակ հրեաների կողմից, տեսեք ինչ արդյունքներ են արձանագրել։ Նրանք երբևիցե փոքրության եւ խեղճության համախտանիշով հիվանդ չեն եղել եւ իրենց թույլ են տվել մեծ երազել։ Շիմոն Պերեսի զրույցները լսեք, ասեց մեզ թվում էր, թե մենք մեծ ենք երազում, բայց բանից պարզվում է, որ մենք մեծ չենք երազել, պետք է մեծ երազել։ Երազանքը դա քաղաքական կատեգորիա է։ Բայց հիմա հələ տեսեք Հայաստանի Հանրապետությունում եւ հայ ժողովրդի մեջ ոնց անվանես, որ ճիշտ լինի։ Այտուցված գլուխներ կան, որ ազգային երազանքները ծաղրու ծանակի են ենթարկում։ Հերիքա մեծ Հայաստանի մասին, քարտեզների մասին, անգամ ծովից ծով Հայաստանի մասին խոսես, իրենց խելոքի տեղ դրած քմծիծաղը դեմքներին կասեն հավը ինչքան է կչկչա, ղազի ձու չի ածի։
Այսինքն իրենք իրեն ժողովրդի փոքրության եւ խեղճության ջատագովներն են, որտեղ ամեն ինչ սկսվում է երազանքից։ Մեծ երազանքն է ռազմաքաղաքական հարաբերությունների հիմքը հանդիսանում, ազգային գաղափարախոսությունների հիմքը հանդիսանում եւ մեծ ռազմավարությունների հիմքը հանդիսանում։ Տեսեք ինչ երկիր են կառուցել արդյունավետ։ Իրենց խնդրեմը փորձում են լուծել հենց հիմա սկզբունքով, որտեղ այդ պոտենցիալներ իրենք կարողացել են անբարել։ Եվ առհասարակ պետք է գիտակցենք մի բան. ցանկացած պետություն ռազմական ագրեսիա իրագործելուց առաջ լայնածավալ հաշվարկներ է իրականացնում։ Եվ եթե նա այդ պետությունը իր հաշվարկներում առնվազն 5 անգամ չի գերազանցում պոտենցիալ հարձակման ենթարկվելիք կողմին, ոչ մի ռազմական գործողություններ չեն իրականացնի։ Եթե Իսրայելը հարձակվել է Իրանի վրա, իմացեք, որ նրանք հաշվել տեսել են, որ Իրանը 5 անգամ զիջում է իրենց։ Պարոն Սիմոնյան, ձեզ ծանոթ է պաշտոնական Երևանի դիրքորոշումը Իսրայել-Իրան հակամարտության վերաբերյալ եւ Միրզոյանի ու Իրանի արտգործնախարարի հեռախոսազրույցը, եթե ոչ մեջբերեմ, Միրզոյանը գրում է Հայաստանի կողմից արտահայտված դիրքորոշմանը համապատասխան ընդգծեցի ստեղծված իրավիճակում ռիսկերի կառավարման եւ տարածաշրջանում էսկալացիայի բացառման կարեւորությունը, մենք կշարունակենք ակտիվ կապ պահպանել, այդ թվում ատոմային էներգիայի միջազգային գործակալության շրջանակներում քննարկումների առնչությամբ, ավելի վաղ պաշտոնական Երևանը դատապարտել էր հարևան պետության դեմ Իսրայելի հարձակումը եւ կոչ արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու հավատարիմ մնալ միջազգային իրավունքին։ Սա պատշաճ արձագանք է, թե այնուհանդերձ միակողմանիությունը շեշտված է Հայաստանի դիրքորոշման մեջ։ Սա խայտառակ արձագանք է, որտեղ Հայաստանի Հանրապետությունը պոտենցիալ չունի իր դեմքը փրկելու, եթե Իսրայելը շատ կոշտ ձևով արձագանքի այդ հորդորը հնչեցնողին, այդ հորդորը հնչեցնողի երկրի եւ ժողովրդի հասցեին։ Կարա Նիկոլ Փաշինյանը կարգի հրավիրի Իսրայելին։ Այդ պոտենցիալը ունի, այդ քաշը ունի, որ հորդորը հնչեցնում։ Խիստ հավասարակշռված հայտարարություն պետք է հնչեցվեր։ Պետք է ասել, որ Հայաստանի Հանրապետությունը կողմ է գործընթացների խաղաղ հանգուցալուծմանը, կոնֆլիկտների խաղաղ հանգուցալուծմանը, այս առումով կոչ ենք անում, որպեսզի Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովուրդը եւ Իսրայելի բարեկամ ժողովուրդները նստեն բանակցային սեղանի շուրջ, իհարկե եղած դեպքում Հայաստանի Հանրապետությունը կտրամադրի հարթակ եւ կապահովի բոլոր անհրաժեշտ միջոցներով, որպեսզի Իսրայելն ու Իրանը խաղաղ ճանապարհով գան համաձայնության։ Չա նշանակում դատապարտում, դու ով ես, որ դատապարտես, ով է քեզ առհասարակ հաշվի առնում։ Կանգնում ես հանդիպումների ժամանակ ասում ես սկսվել է խաղաղության դարաշրջան, լուրջ ես ասում։ Ապրես դու։ Այդ ո՞նց ես երաշխավորում այդ խաղաղության դարաշրջանը։ Ոնց ես իմացել, պայծառատես ես, ինչ ես մատից ցես հոտ քաշել, ինչ արել։ Ամբողջ աշխարհը պատերազմի ճանապարհին է կանգնած, սպառազինությունա պետք է բերել լցնել Հայաստանով մեկ։ Բոլոր տներում պետքա կիլոգրամներով սպառազինություն լցված լինի։ Ամեն տեսակի Պաշտպանական անվտանգային քաղաքապաշտպանության ոչ մի հնարավորություններ բացազատված չի։ Պաշտպանական գծերը չեն կահավորում։ Դեպքեր կան, որ մարդիկ իրենց ուժերով են ուզում գնան պաշտպանական անվտանգային գծեր կահավորեն, գնդի հրամանատարները հղբացած դուրս են գալիս, այդ մարդկանց վռնդում են պաշտպանական անվտանգային գծեր կառուցելու գաղափարից հետ են փորձում պահել ջերմուկի մատույցներում եւ այլն եւ այլն։ Հայաստանը պետք է ամեն հնարավորություն օգտագործի, ամեն տեղ քաղաքապաշտպանության բոլոր հնարավորությունները բացազատելու համար, լոկալիզացված առանձին փոքրիկ ապաստարաններից բռնած մինչև լոկալիզացված առանձին պահեստային հնարավորություններ, գույքագրելա պետք մասնավորի ձեռքում գտնվող պահեստային հնարավորությունները, որպեսզի պարեն կարողանանք անբարել, այդ մարդիկ պիտի հաշվառվեն վայրեն կոմատներում, զինկոմիսարիատներում, որպես պահեստի պատասխանատուներ հավանական ռազմական գործողությունների վերսկսման ժամանակ, որ չթալանեն հետո վերջում մեկ տուփ ծխախոտը 10,000 դրամով վաճառեն հարևանների վրա։ Լայնածավալ աշխատանքա պետք տանել է, ոչ թե
թուր ու թվանքը ծրել ընկել ես ուզում ես ինչ-որ մի արատավոր համակարգ բարեփոխես ինքդ արատավոր լինելով հանդերձ։ Այդ թեմային դեռ կանդրադառնանք, Փաշինյանը Չեխիայում հայտարարում էր, որ Հայաստան իր առջև խնդիր չի դրել ռուսական ռազմաբազան հանելու, երբ քննարկումը վարողը ուղիղ նրան նայելով ասաց, որ ձեր երկրում կան ռուսական զորքեր։ Եվ միաժամանակ նշում է, որ երբ գա ժամանակը կբանակցենք նաև ԵՄ-ին անդամագրվելու հայտ ներկայացնելու շուրջ։ Նիկոլ Փաշինյանի այս դիրքորոշումները ինչով է պայմանավորված։ Ծածկադմփոց, ուրիշ ոչինչ։ Սեփական ժողովրդին խաբելու փորձ, որտեղ աշխարհին չի կարող խաբել։ Չեխերին չկարողացավ խաբի, չէ՞, ոնց կարաս ռուսական զորք ունենաս ու բանակցես ԵՄ անդամակցության շուրջ։ ԵՄ-ին էլ չի կարող խաբել։ Աշխարհին չի կարող խաբել, բայց ցավոք սրտի առայժմ ստացվում է սեփական քաղաքացիներին խաբել։ Ինչու է կարևոր, որ հիմա ռուսական ռազմաբազան լինի Հայաստանում։ -1 թշնամի կլինի, եթե դուրս բերվի։ Ոչ մի բանով կարևոր չի։ Սա իլուր աշխարհի ասում եմ, մի քանի դատարկա գլուխներ կան, որ հիմա իմ սոցիալական կայքերում անդադ տակը գրում են ասում են ռուսների մասին ոչինչ չեք ասում։ Գնացեք ձեր քաղաքական հայրերի քաղաքական հայտարարությունները նայեք ու իմ քաղաքական հայտարարությունները նայեք։ Հայաստանում առաջինն եմ եղել, եթե ոչ ամենաառաջինը, առաջիններից մեկն եմ եղել, որ ասել եմ Հայաստանը հապկից պետքա դուրս գա հանրայինի եթերում։ Հղումն էլ կարամ տրամադրեմ բոլոր ցանկացողներին։ Այն ժամանակ, որ խոսում էինք հապկից դուրս գալու մասին, որոշ մարդիկ նյարդային ծիկեր էին ունենում եւ սրտի նոպաներ։ Այնպես որ ես միշտ եմ ասել, որ Ռուսաստանը եթե Հայաստանից դուրս եկավ, ռուսական զորքը հենց Հայաստանից դուրս եկավ, դա ընդհանրապես լինելու է -1 թշնամի։ Քանի անգամ ասենք, ես էլ հատուկ հիմարների համար ասեցի, որ դատարկ գլուխները լցվի, որ Հայաստանի շնորհապետական կուսակցությունը շատ լավ իդենտիֆիկացնում է բարեկամներին եւ ոչ բարեկամներին, շատ լավ։ Ի տարբերություն ձեր խամաճիկների, որ չեք հասկանում, որ պետությունն է համընթաց ընթանում եւ բարեկամական գործողություններ իրականացնում, որը որ չի իրականացում որևէ կերպ Հայաստանի Հանրապետության շահերից բխող որևէ քաղաքականություն, թեկուզ եւ զուգորդված, իրենց շահերով պայմանավորված։ Բայց դրա հետ կապված ասում են ճիշտ է, ասել է կարողա ձեզ պաշտպանեմ ու չի պաշտպանում, բայց նաև չի կրակում Հայաստանի վրա, այ որ դուրս հանենք կկրակեն, նաև մի կրակող էլ կավելանա մեր վրա։ Դուք կիսում եք կամ իրատեսական համարում եք նման մտավախությունները։ Այսինքն շանտաժի են ենթարկում էլի Հայաստանին, նշանակում է մենք պատանդ ենք ընկել նրանց ձեռքը, գելի ենք, եկել լցվել են զինված մեր երկրում, ատրճանակը պահել են մեր քունքին։ Այդ դեպքում եկեք իրերն ու իրադարձությունները կոչենք իրանց անուններով, նրանք ստեղ չեն, որ մեզ պաշտպանեն, նրանք ստեղ են, որ մեզ պատանդ պահեն։ Նշանակում է, եթե մենք այդ ահաբեկչական ուժերից ազատվում ենք, -1 թշնամի է լինում։ -1 թշնամի։ Այդ ո՞նց պետք է կրակի։ Կազբեկի վրա պետք է կանգնի կրակի մեր վրա։ Ընդհանուր սահման չկա։ Նշանակում է պետք է մտնի մի հատ անեքսիայի ենթարկի կամ Վրաստանը կամ անեքսիայի ենթարկի Ադրբեջանը, հետո նոր գա մեր վրա, այտենց դեպք եղել է։ Բայց ՆԺԴ բոլոր այդ բոլշևիկներին նետեց Սյունիքի ձորերը։ Պարոն Սիմոնյան, Ադրբեջանը կրկին Զանգեզուրի այսպես կոչված ճակերտավոր Զանգեզուրի միջանցքի բացման հետ կապված Երևանից քայլեր է ակնկալում, մեղադրելով Հայաստանին Նախիջևանը 30 տարի պահելով շրջափակման մեջ, պահելով։ Դուք ինչ եք կարծում, քայլեր ակնկալել ասելով ինչ են ուզում հակառակորդ պետությունից։ Հակառակորդ պետությունը ուզում ասի, որ Հայաստան ուշքի արի, Նախիջևանը քոնն էր, դու չես պահանջում, որ մենք 30 տարի բռնազավթած ենք եղել, մենք ենք նույնը պահանջելու ձեզանից։ Ամեն կերպ ասում է զարթնեք հայեր, այն ինչ որ դուք ինձնից պետք է պահանջեիք, ես եմ ձեզանից պահանջում։ Սա իհարկե հեգնանքով եմ ասում, դա չի իր նպատակը։ Նախիջևանը հայկական տարածք է։ Ոչ մի իրավաքաղաքական փաստաթուղթ չեք կարող գտնեք, որ դա ադրբեջանական տարածք է։
Ոչ մի, չկա տես պայմանագիր։ Վարչատարածքային ձևախեղումների հետևանքով ձևավորված խնդիր է միջազգային իրավունքի սուբյեկտ չհանդիսացող կողմերի միջոցով։ Բոլշևիկյան Ռուսաստանի եւ Աթաթուրքի հանրապետական Թուրքիայի այն ժամանակ որ ճանաչված չեն եղել։ Մենք պետք է պահանջենք հայաթափման, մշակութային ցեղասպանության, հայրենացիդի, պատրիոտիդի, հայրենազրկման եւ անեքսիայի մեջ Ադրբեջանին։ Մենք պետք է մեղադրենք, չենք մեղադրում անում են։ Ցեղասպանության մեջ չենք դատապարտում, հեսա կդառնա, որ մենք ցեղասպան ժողովուրդ ենք։ Ռեպարացիաներ, կոնտրիբյուցիաներ չենք պահանջում, հեսա մենք ենք վճարելու։ Այն ինչ որ մենք չենք պահանջում, իրանք են մեր գլխին բերելու։ Հնարավոր է, որ այս մերձավոր արևելքում ստեղծված իրավիճակը այնքան սրվի, որ Ադրբեջանը ճանապարհը ռազմական ճանապարհով վերցնի։ Ադրբեջանը հնարավոր է, որ ռազմական սադրանքի դիմի, բայց ով ասեց, որ պարտադիր պիտի հաղթի։ Ով ասեց, որ ձեզ թվում է Քաշաթաղի եւ Քարվաճարի շրջանները, որ Նիկոլ Փաշինյանը չհանձներ։ Քաշաթաղի եւ Քարվաճարի շրջանները նրանք կարողանալու էին գրավեին։ Երկու պուլիմյոտչիկ գնդացրորդ դնեինք այնտեղ բանակի դեմ կառներ։ Վարդենիսից Մարտակերտով է գնացել։ Գիտի ինչ ծերպերի մեջով ենք անցնում։ Երկու գնդացրորդ բանակի դեմը կառներ։ Նիկոլ Փաշինյանը սկուտեղի վրա հանձնեց Ադրբեջանին հայելային հետքաշման պլանը հիշում եք, որ իրանց կողմը հայելի դրած չէր։ Մենք հետ եկանք, իրանք էլ առաջ եկան։ Պետք է իրանք էլ հետ գնային, բայց մենք հետ եկանք, իրանք առաջ եկան։ Այդ հայելային հետքաշումը դրա մասին էր։ Սկուտեղի վրա Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարների հետ միասին հատուկ օպերացիա իրականացրեցին Արցախը հանձնելու թշնամուն եւ հայաթափելու։ Հատուկ օպերացիա էր դա։ Պարոն Սիմոնյան, իսկ հավանականությունը մեծ է, որ ռազմական սադրանքի կդիմի Ադրբեջանը։ Իհարկե շատ մեծ է։ Շատ մեծ է։ Բայց պարտադիր չի, որ կհաղթի։ Ընդհակառակը ես գտնում եմ, որ հնարավորությունը մեծ է, որ ջարդուփշուր կարող ենք անել, առավել եւս որ սնուցող կենտրոններից բավականաչափ հեռու են։ Առաջի ալիքը դժվար կլինի, առաջի ալիքը կանգնեցնելուց, կասեցնելուց հետո հնարավոր կլինի հետ շպրտել անգամ շատ ավելի հեռու։ Դուք նկատի ունեք ջարդուփշուր անել իրենց հարձակումը, թե հայկական կողմը պետք է նախահարձակ լինի։ Չէ, հայկական կողմը որևէ մեկի վրա երբեք տեսել, որ նախահարձակ լինի։ Մենք նախահարձակ լինող լինեինք 400,000 քառակուսի կիլոմետրից կդառնայինք 29,000։ Մեր վրա հարձակվել են միշտ։ Մենք երբևիցե նախահարձակ չենք լինում ու չենք էլ լինի։ Երբևիցե ով էլ գա իշխանության, երբևիցե հիմար չի, որ նախահարձակ լինի։ Մեր վրա հարձակվելու են ուղղակի, դի պատրաստ լինենք։ Որովհետև նրանց քաղաքակրթական կոդն է այդպիսին, նրանք անդադ ընդհարձակվելու են միտված։ Ի տարբերություն մեզ։ Այսինքն պատերազմից հետո մենք ունենք այն ներուժը, որով կարող ենք թշնամուն ջարդուփշուր անել։ Մենք կարող ենք ունենալ այդ ներուժը, բայց հիմա քիչ չի, որ կանք։ Քիչ չի։ Բավարար չի, բայց քիչ չի։ Ես որպես նաև պրոֆեսիոնալ ասեմ, որ մեր լանդշաֆտում տեղանքն է հնարավորություն տալիս շատ նվազ հնարավորություններով արդյունավետ ինքնապաշտպանական մարտեր մղել։ Պարոն Սիմոնյան, եւ անդրադառնալով ներքաղաքական թեմաների, չնայած որ վերջին երկու օր ընթացքում Նիկոլ Փաշինյանը դադարեցրել է իր գրառումները, նախ սա ինչի հետ է կապված, նկատի ունեմ կաթողիկոսին հոգևորականներին ուղղված եւ ընդհանուր իր այս արշավը ինչ նպատակ է հետապնդում։ Դուք իրապես հավատում եք, որ նա մտահոգված է եկեղեցու բարեվարկությամբ, եկեղեցին այսպես ասած առողջացնելու խնդրով։ Բացարձակ, ես առհասարակ կարծում եմ, որ նմանատիպ
ուզմունքներով նրանք չեն տոգորված։ Այստեղ գուցե եւ անձի փոփոխության հարց են ուզում լուծել հոգուտ մի անձի, որը լոյալ կվերաբերվի Թուրքիայի ներգրավմանը տարածաշրջանում լայնածավալով գիտի։ Սա կասկածների համատեքստում է։ Ես կարող եմ նման կասկածներ ունենալ, որտեղ չեմ հավատում Նիկոլ Փաշինյանի նախաձեռնություններին։ Եթե կասկած կա, որ գործող անձը ռուսական ուղղությունը ջատագովող է, ապա գուցե հերանեկարում ակնկալվող անձը Թուրքիայի ներգրավվածությունը ջատագովողի հարցը լուծումով գիտի։ Ես իրավունք ունեմ նման կասկած ունենալու։ Հետևաբար այս գործընթացները ես համարում եմ կեղծ ներքաղաքական։ Իրական ներքաղաքական գործընթացը այն է, որ ձևավորվում են այլընտրանքներ, եւ այլընտրանքներից մեկը Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը ծույն թվականի հունիսի 21-ին, այսինքն մեկ շաբաթից, այցելելու է Գյումրի մշակութային կենտրոնում նախկին տեքստիլի շենքում ժամը 14:00-ին հանդիպի գյումրեցիների հետ։ Եվ այդ ներքաղաքական գործընթացները ես ավելի շատ կարևորում եմ ալտերնատիվաների կայացման համատեքստում, ոչ թե այն կեղծ օրակարգով, որը առաջ է քաշում ներկայիս իշխանությունը։ Դա կեղծ օրակարգ է։ Նախ սկսենք այնտեղից, որ հոգևորականների բարոյական իրավիճակներով որպես քաղաքական ուժ նրանք իրավունք չունեն միջամտելու, բայց որպես քաղաքացի իրավունք ունեն տեսակետ հայտնելու, սա մեկ։ Երկրորդը կուսակալոնության հարցը դա դոգմատիկ հարց է, որը հոգևորականության ծիրուն պետք է լուծվի, եւ ամեն դեպքում մենք պետք է հասկանանք, որ հայոց առաջին կաթողիկոսը կուսակալոն չի եղել, Գրիգոր Լուսավորիչը որդի է ունեցել եւ թոռ է ունեցել, Գրիգորիս 3-րդը համարասում է թաղված, այն համարասում, որ տվել եք Թուրքին։ Հələ մի բան էլ փորել եք, որ գերեզմանը հեշտ գտնեն։ Նրանք եք ուվալդով ջարդել 3 կտոր են արվել։ Այդ Գրիգորիս 3-րդի մասին է խոսքը, որ Գրիգոր Լուսավորչի թոռն է։ Հետևաբար եկեղեցու առողջացման պետք է զբաղվի հանրային իշխանությունը, իսկ հանրային իշխանություն որպես այդպեսին Հայաստանի Հանրապետությունում ձևավորված չէ։ Դա պետք է լիներ գիտական հանրույթ, մշակութային հանրույթ, քաղաքական հանրույթ։ Մեր երկրում տարիներ շարունակ հեղինակությունների ազդեցությամբ շրման քաղաքականություն է վարվել, որ որևէ մեկ հեղինակություն չլինի երկրում։ Հետևաբար ոնց պատկերացնենք, որ այն ուժը, որ չի կարողանում իր տիրույթում պատշաճ համարժեք քաղաքականություն եւ գործունեություն ծավալել, ոնց է փորձում մտնի ազգային ինստիտուտի տիրույթ։ Եվ արդյոք հոնքը ուղղելու փոխարեն աչքը չեն հանի։ Անարդյունավետ են, եթե ստեղ ուրիշ բաներ չասենք, մնացածն էլ հետո կպարզվի, թե ինչ են։ Եվ ինչ է կարծում, ինչպես կհանգուցալուծվի այս եկեղեցի պետություն կոնֆլիկտը։ Դա էական չի։ Էականա, որ մենք շանս ենք բաց թողնում։ Համազգային ներուժի համախմբման եւ մեր պաշտպանունակությունն ու դիմադրողականությունը մեծացնելու շանս ենք բաց թողնում։ Քաշաթաղի եւ Քարվաճառի շրջանները, երբ որ հանձնվեցին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների եւ ներկայիս Հայաստանի Հանրապետության ղեկավարների թողտվությամբ Սյունիքի պաշտպանական հնարավորությունները զգալի թուլացել են, զգալի, եւ ոչ միայն Սյունիքի, այլ նաեւ Գեղարքունիքի եւ Վայոց ձորի։ Եվ այս առումով լայնածավալ աշխատանք պետք է տարվեր տեխնոլոգիական առումով։ Մենք պետք է 250,000 հատ FPV դրոն ունենայինք արդեն։ Դպրոցներում 2 տարի ռազմագիտության փոխարեն պետք է դրոնի օպերատորների դասընթացներ վարվեին։ Մեզ 30,000 օպերատոր է պետք դրոնի։ Մենք ունենք 30,000 օպերատոր, 250,000 FPV դրոն։ Չենք արել։ Եղբայր, այդ դեպքում ինչ էական է, ինչ ձև կավարտվի վեհապար հայրապետի եւ վարչապետի կոնֆլիկտը, եթե Հայաստանը կորսվելու ճանապարհին է։ Ինչ էական են իրենց կոնֆլիկտով հանդերձ, եթե Հայաստանը պետք է կորսվի։ Բայց
մի փոքր չենք ծայրահեղացնում Հայաստանի կորսման այս թեզը։ Ոչ, Նարեկ ջան, ոտատակ գնալու ռիսկերի առաջ ենք կանգնած։ Ոչ, մենք որպես մաս մեդիայի մարդիկ, դուք որպես լրագրող, ես քաղաքական գործիչ եւ վերլուծաբան, քաղաքագետ, իրավունք չունենք փափուկ բարձ դնենք հանրային քաղաքացիական հասարակության եւ իշխանությունների գլխի տակ։ Մենք միշտ պետք է ելնենք վատթարագույնի կանխավարկածով։ Թող մենք վատթարագույնի կանխավարկածով ելնենք, պատրաստվենք դրան ու դա երբեք տեղի չունենա, քան որ թրջկոտենք, ասենք ամառ, հա, եկեք գնանք պտուղ, բանջարեղեն, միրգ ուտենք, ուրախանանք կյանքով, քեֆեր անենք, բարձր երաժշտություն լսենք ու հանկարծ Աստված միացե վատթարագույնը տեղի ունենա։ Թող մենք ասենք, որ ակնկալվում է վատ ու դա երբեք չլինի ու բայց մենք պատրաստվենք էլ դրան, քան հակառակը տեղի ունենա։ Մենք իրավունք չունենք, դա կլինի ժողովրդի նկատմամբ իրականացրած հանցագործություն, եթե մենք ասենք, որ ամեն ինչ լավ է, ժողովուրդ ջան, հանգստացեք, ոչ մի բան չի լինելու։ Ինչ գառանտիա ունես։ Իսկ այս պարագան լիակատար ռեալ է։ Մերձավոր արևելյան թնջույքը, որ պայթեց 80 միլիոնանոց ազգաբնակություն ունեցող պետության հետ միջուկային հողի վրա կոնֆլիկտ է ծավալվում։ Խելքներս հացի հետ ենք կերել, որ մտածենք, այս ամեն ինչը մեզ կարա շրջանցի։ Այս ամեն ինչը ոչ մեկին չի շրջանցելու։ Իսկ Հայաստանը հավերժի մասին է, հայ ժողովուրդն էլ հետ է։ Մենք պետք է պայքարենք ինքնիշխանության ապահովման եւ մեր պետականության հզորացման ուղղությամբ, փոխելով իշխանություններին, առողջացնելով ազգային ինստիտուտները։ Շնորհակալություն, պարոն Սիմոնյան, հարցազրույցի համար։ Շնորհակալություն ուշադրության համար։